Արմատ մեդիայի աշխատակից են, թե ոչ, ու կատվածահար են արել մեր մեդիայի աշխատանքը, այսքանը կարող եմ ասել, և երբ իրենք ներկայացրեցին, որ հիմա իրականացնում են այստեղ խուզարկություն, ես իրենց առաջարկել եմ սպասել, մինչև մեր փաստաբանները հասնեն տեղ, ես առաջարկել եմ առանց մեր փաստաբանի մասնակցության որևէ գործընթաց չսկսել, և նրանք առանց սպասելու սկսել են խուզարկություններ իրականացնել և այստեղ մի շատ կարևոր բան եմ ուզում ասել, հարգելի գործընկերներ, առաջին բանը, որ արել են, միացրել են կրիչ, իրենց հետ բերած կրիչը միացրել են մի կարևոր բան, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ, որ դուք շեշտեք, Արմատ մեդիայի կողմից որևէ փաստաբան դեռ տեղ չէր հասել, նրանք իրենց հետ բերել էին կրիչ, միացրել են աշխատանքային համակարգչին, հավանաբար որոշակի ինֆորմացիաներ այդ կրիչի վրա տեղափոխելու համար, դա կամ համակարգիչ տեղափոխելու համար հավանաբար, այո, առաջի բանը դա են արել, մի անգամից մտել են համակարգչում մեր սոցցանցի էջեր եւ ինչ ներուշագրա, որ իրենց հետ բերած կրիչը միացրել են մեր աշխատանքային համակարգչին եւ օրինակ մենք չգիտենք իրենք բերած կրիչի վրա ինչ ինֆորմացիա կար, որը գուցե ներբեռնել են մեր համակարգիչ։ Սա որ կարևոր խնդիր է։ Ես երկրորդում եմ աղավնիի ասածները, ես ավելի այս մասով հավելելու բան չունեմ, բայց ես կարող եմ ասել, որ ես գլխավոր խմբագիրն եմ Նելի Ավետիսյան, բայց ես կարող եմ ասել, որ սա իշխանությունների պայքարն է ընդդեմ ազատ լրատվամիջոցի, ազատ խոսքի եւ սա պետք է միջազգային հանրությունը կոնկրետ արձագանքի, սա այն նախադեպն է, որը հաջորդեց երեկվա մեծ բանավեճին եւ այս ստացվում է այնպես, որ մեծ բանավեճից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը հստակ պարտվեց իր խոսքով, այսօր արդեն հարձակում գործեց լրատվամիջոցի եւ ազատ խոսքի դեմ։ Սա միայն քաղաքական է, այստեղ մեդիայի աշխատանքի հետ կապված ոչ մի խնդիր չկա, միայն քաղաքական շահի սպասարկումն է ընտրություններից առաջ, որպեսզի մենք չկարողանանք աշխատել։ Խմբագրությունը ինչ կապ կարող էր ունենալ Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող այդ մեղադրանքի հետ։ Թե խմբագրությունը ինչ կապ կարող է ունենալ, ես չգիտեմ։ Ալիկ Ալեքսանյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր, որտեղ գրված է, որ Ալիկ Ալեքսանյանը Արմատ մեդիայի սեփականատերն է։ Այսինքն Ալիկ Ալեքսանյանը որևէ բան չի թաքցնել եւ թե ինքը ինչ կապ ունի Արմատ մեդիայի հետ, դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում պարոն Ալեքսանյանի ներկայացրած հայտարարագրում առկա է։ Սեփականատերն է Ալիկ մեդիայի։ Արմատ մեդիայի եւ Ալիկ Ալեքսանյանի կապի մասին հարգելի գործընկերներ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եմ ասում, որ սա միայն քաղաքական է, այսինքն Ալիկ Ալեքսանյանի լրացնելու համար մտել են իր սեփականությամբ համարվող մեդիա։ Ես քննչական կոմիտեից եմ, կատարվում է քննչական գործողություն, մնացած մանրամասների համար կարող լրատվականի հետ կապնվեք քննչական կոմիտեի։ Դուրս եկեք, սա գործողության սենյակ է, քննչական գործողություն է կատարվում, այստեղ դուրս եկեք։ Ես բան չեմ տալի, խնդրում եմ դուրս եկեք։ Դուրս եկեք, լրագրողներն իրավունք չունեն քննչական գործողության վայրում գտնվելու, խնդրում եմ դուրս գաք։ Դուրս եկեք, կա դատարանի որոշում, իրականացվում է քննչական գործողություն, դուրս եկեք, խնդրում եմ։ Մեզ միայն հետաքրքրում է խմբագրության լրագրողների մուտքը, եկեք, խնդրում եմ դուրս եկեք։ Խնդրում եմ դուրս եկեք։ Հասկացանք իրար։ Ստացվում է, որ մեծ վերցրել եք, համակարգիչս վերցրել եք, չեք թողել դուք եթե ինչ-որ ինտերվյու եք տալի, կարակ դուրս գաք, դրսում ձեր ինտերվյուն տակ։ Բասում եք չի կարելի, դուք ես ասացի թող մնան, ժողովուրդ դուրս եկեք, հասեք։ Իմ աշխատակազմին ասել էիք հեռախոսները կստուգեք եւ կտակ, բայց դուրս եկեք, ինչպես։ Ասել եք, որ հեռախոսները կվերադառնան։ Դուրս եկեք, դուրս եկեք։ Կզննվեն բոլոր գործողությունները կկատարվեն եւ բոլոր առարկաները ետ կվերադառնեն, եթե վարույթն իրականացնում ամենի համար քննության աշխատակիցներից Անժելան է, որը խնդիր ունի եւ ուզում է հեռախոսը չտա։ Հիմա նրանք կարող են բոլորը դուրս եկեք ու մի հատ խնդրեմ լրագրողներին մենք
Merci,